մենք գիտենք, որ վարկային մեծ միջոցներ են ուրեմն ներգրավում այդ գործերին եւ շատ կարեւոր է, որ մեր հայրենակիցները դա լինի թափանցիկ, ասենք մեր հայրենակիցները, որ նաև այդ վարկը վաղը մյուս օր պիտի սպասարկեն մենք մեր սերունդները, որակյալ ճանապարհներ ունենանք, ցավոք սրտի բազմաթիվ տեղերում ունենք խնդրահարույց ճանապարհներ, ես մի քանիսը կարող եմ նշել, վերջերս նաև մամուլում տեղ գտավ Ենոք Հավանի կառուցված ճանապարհը, որը որ ապագա ռեզորտ է տանում, միջպետական ճանապարհների հատվածում բավականին անբարեկարգ ճանապարհներ ունենք, այսինքն 1-2 տարվա ասֆալտը քանդվում է, իհարկե դրանց մեջ կան նաև բարեխիղճ, ուրեմն ընկերություններ, որոնք բարեխիղճ են կատարում իրենց գործը, բայց դրա հետ միասին նաև ունենք նման դեպքեր, ձեր մոտ արդյոք կա վիճակագրություն, թե քանի ընկերություն կա անբարեխիղճ այդ ոլորտում եւ արդյոք իրենք դրանցից որոնք են ենթարկվել օրինակ պատասխանատվության կամ տույժի։ Շնորհակալություն հարցի համար, առաջին մասով կանդրադառնամ որակի վերահսկմանը, հատկապես վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի մասով նշեցիք, նշեմ, որ այս ենթակառուցվածքը միջազգային չափանիշներին համապատասխան հիմունքներով եւ սկզբունքներով է իրականացվելու եւ հատուկ կշեշտադրեի որակի նկատմամբ այն բարձր պահանջները, որոնք այս ծրագրի ներքո նախատեսված են, Տեխնիկական հսկողության ինստիտուտի մասին կուզենայի խոսել, որը նախատեսում է, որ միջազգային հեղինակավոր ընկերություններ կներգրավեն ծրագրի վերահսկմանը, կունենանք նաև ծրագրի կառավարիչ միջազգային, որի խնդիրներից մեկը ևս լինելու է որակի խիստ վերահսկումը, կփորձենք եւ բոլոր մեխանիզմները ներդրված են, որ առավելագույն որակի պահանջները ծրագրերի ներքո, վարկային ծրագրերի ներքո ապահովված լինեն, կիրառելով միջազգային լավագույն փորձը։ Իսկ շարունակելով միտքս միջպետական կամ այլ ճանապարհաշինական ծրագրերի մասով, որակի վերահսկումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Ավարտեք, խնդրեմ, ժամանակը սպառվել է, արձագանք, խնդրեմ։ Ես նորից էլի ձեզ կհորդորեմ թվերը ասեք, թե քանի ընկերություն է այդպիսի անբարեխիղճ, որ պատժի է ենթարկվել, այսինքն իր հաշիվներն է, գիտեմ, որ ինչ-որ որոշակի տոկոս կա, որ պահվում է, եթե չեմ սխալվում, եւ երկրորդ հարցը վերջերս այց էի կատարի Բերդի տարածաշրջան, խնդրում նաեւ ասեք Բերդից դեպի Այգեձոր տանող ճանապարհը, այդ գյուղերի այդ հատվածի բավականին անբարեկարգ վիճակում էր, այնտեղ մի հատվածում կար շինարարական աշխատանքներ, արդյոք ամբողջ ճանապարհը նախատեսում է ասֆալտապատում անել, եթե նախատեսում է, ասեք, Բերդից դեպի այդ գյուղերը տանող վերին կարմիր աղբյուր այդ գյուղերը տանող ճանապարհն է։ Շնորհակալություն հարցի համար, վերջի հարցադրմանը թերի պատասխանեցի, ընդհանուր առմամբ 26 օբյեկտներ ունենք չընդունված, ունենք տարբեր օբյեկտներ ու պատասխանատվության միջոցներ, որ կապալառուներին ուշացումից սկսած տարբեր շեղումների պատճառով կիրառվել են, վերջնական թվեր չներկայացնեմ, բայց գրավոր հարցման միջոցով հստակ սպառիչ տեղեկատվություն կներկայացնենք, մենք թե անորակ ճանապարհների, թե ժամկետների խախտման դեպքում կիրառում ենք պայմանագրային մեր բոլոր լիազորությունները օրենքով մեզ վերապահված, ունենք նաև վեճեր, ունենք ընթացիկ խնդիրներ, գրավոր հարցմամբ ավելի ամփոփիչ վիճակագրական տվյալներ կներկայացնենք, այդուհանդերձ որակը այս տարիների ընթացքում ավելի բարձրանում է, իսկ ձեր մատնանշած ճանապարհի մասով մենք փուլային ենք իրականացնում, փուլային իրականացման տրամաբանությամբ շարունակելու ենք ամբողջական ճանապարհի շինարարությունը։